Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան առանց միջադեպերի չանցավ։ Առավոտյան մինչ արտաքին գործերի նախարարության շենքում հանդիպում էին արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը, մի շարք քաղաքացիներ հավաքվել էին շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնելու, դեմ արտահայտվելով Ռուսաստանի վարվող արտաքին քաղաքականությանը, նրանց մեղադրելով Հայաստանի հանդեպ պարտավորությունները չկատարելու, դավաճանելու մեջ։ Ռոսիա торговец! Լավրով убийца! Պուտին убийца! Այս հակավաթիվ խմբում էին արևմտամետ կուսակցությունների առաջնորդները, այլ քաղաքացիներ, իրավապաշտպաններ, նախ ոստիկանությունը նրանց հորդորեց տեղափոխվել այլ մայթ, այդտեղ չկանգնել, պատճառաբանելով, որ կարգ է խախտվում, գործողությունների անցան, հրմշտոց սկսվեց եւ նրանց հրեցին դեպի դիմացի մայթ։ Հավաքվածները այսպես կենտրոնացան Շահումյանի հրապարակում, այս ցույցը առաջնորդողներից Արման Բաբաջանյանը փորձեց մի բարձր տեղից պաստառ պարզել, նրան ձեռքերին նկարներ էին Վլադիմիր Պուտինի, Ռուսաստանի նախագահի եւ արտգործնախարարի նկարները, որոնց վրա գրված էր մեջբերեմ մարդասպաններ, եւ ահա Արման Բաբաջանյանը փորձեց այդպիսի մի նկար պարզել, ոստիկանները անմիջապես փորձեցին նրան ներքև իջեցնել, կրկին հրմշտոց, սակայն տուժածներ չկային։ Հենց այդ պահին էլ օրինակ իրավապաշտպան Արթուր Սաքունցը որոշեց իր ակցիան արդեն հարակից շատրվանից, հարակից ջրավազանից շարունակել, թե որն էր ոստիկանների այս գործողությունների նպատակը պաշտոնական պարզաբանում չտրվեց, քիչ անց էլ ոստիկանական զորքերի մեքենաներ եկան եւ այսպես այդ ամբողջ փողոցը արտաքին գործերի նախարարության դիմաց փակեցին, ԱԳՆ շենքի մուտքը տեսանելի չէր։ Հավաքվածները համակարծիք էին, որ սա արվում է պարզապես նրա համար, որ իրենք տեսանելի չլինեն։ Ցույցը առաջնորդող Արման Բաբաջանյանը ավելի ուշ կարծիք հայտնեց, որ այսպիսով ընդհակառակ ոստիկանական գործողություններով իրենց ակցիային ավելի մեծ հնչողություն տրվեց։ Անհրաժեշտ ուղերձները հնչել են, Ռուսաստանը պիտի ամեն վայրկյան իմանա, որ դավաճանել է հայ ժողովրդի կենսական շահերը, Ռուսաստանը պիտի իմանա, որ մենք շատ լավ տեղյակ ենք, որ իրենց գործուն մասնակցությամբ ադրբեջանցիների հետ թեվ-թևի տված մասնակցել են Արցախի հայաթափմանը, Արցախի էթնիկ զտումներին։ Առավոտյան ու կեսօրին տեղի ունեցած այս իրադարձություններից հետո Ռուսաստանի արտգործնախարարը փաստորեն հանդիպել է նախագահ Վահագն Խաչատուրյանին, իսկ հետո եկել հայ-ռուսական սլավոնական համալսարան, որի դարպասների մոտ էլ մենք հիմա կանգնած ենք, այստեղ հանդիպում, դասախոսություն էր կազմակերպվել ուսանողների հետ, այստեղ արդեն միջոցառումը առանց միջադեպերի անցավ, բայց Ազատության նկարահանող խմբին թույլ չտվեցին ներսում լինել եւ նկարահանել ինչ է կատարվում, անմիջապես Լավրովի այցից առաջ այստեղ անվտանգության աշխատակիցները մեզ հորդորեցին ընդհանրապես լքել եւ դարպասների մոտ տեղափոխվել, դուրս գալ տարածքից, թե ինչու համար չեն կարող այդտեղ գտնվել եւ նկարահանել, ասացին, որ սա մասնավոր տարածք է, իրենց տունն է, ցիտում եմ այդ անձանցից մեկի հայտարարությունները։ Իսկ ուսանողների հետ այս հանդիպումը այդքան էլ երկար չտևեց, Սերգեյ Լավրովը նախ սկզբում այսպես մի առանձին ելույթ ունեցավ, անդրադառնալով եւ հայ-ռուսական հարաբերություններին եւ ավելի գլոբալ աշխարհաքաղաքական հարցերին, Արևմուտքի հետ Ռուսաստանի հակամարտությանը։ Սերգեյ Լավրովը մասնավորապես չհերքեց, որ հայ-ռուսական հարաբերություններում խնդիրներ կան, սակայն դրանք որոշ նյուանսներ արտահայտությամբ բնութագրեց ու տեղեկացրեց, որ երկու երկրների ղեկավարները հանձնարարել են վերականգնել բոլոր շփումները։ Ուսանողներից մեկի հարցին ի պատասխան Լավրովը այսպես
սլակները Երևանի կողմն ուղղելով պնդեց, թե մեղադրանքները Ռուսաստանի նկատմամբ, թե նրանք են հանձնել Ղարաբաղը, արդար չեն։ Երբ հիմա անդիմությունից քաղաքական այլ շրջանակներից ասում են, թե Ռուսաստանն է հանձնել Ղարաբաղը Ադրբեջանին, դա ազնիվ չէ, ուղղակի ազնիվ չէ։ Մենք Պրահայի պայմանավորվածության մասին լրատվամիջոցներից ենք իմացել։ Իսկ արդեն երկրորդ մասում նա խոսեց Ուկրաինայի հետ շարունակվող պատերազմից, պատմական ակնարկներ արեց, հասավ ընդհուպ մինչև սառը պատերազմ, դժգոհեց արևմուտքի ներկայիս առաջնորդներից, պնդեց, թե պատժամիջոցների վերջին փաթեթն ընդունելով Եվրամիությունը ցույց է տալիս, որ հակամարտության էսկալացիա է ուզում, բայց 100 հազարավոր մարդկանց կյանքը խլած պատերազմը դադարեցնելու մասին որևէ հստակություն չմցրեց։ 2023-ին Լեռնային Ղարաբաղի բնակչության բռնի տեղահանումից հետո սա ըստ էության ռուսաստանցի ամենաբարձրաստիճան պաշտոնյայի այցն էր Հայաստան։